Շատ լավ եւ գեղեցիկ եղանակ է Լոս Անջելեսում կուզեի դրսից գրեի շոյելով ձեր աչքերը, բայց հասկացա, որ բավականի կատաղած եմ եւ կարող եմ գորգորալ, նաեւ խնդրում եմ էկրաններից հեռացրեք երեխաներին, պետք չի որ տեսնեն թե Սերգեյ Պապին ինչ կեղտոտ բերան ունի։ Դրա համար որոշեցի տնից գրեմ շարից փորձանքից հեռու, մանավանդ որ այստեղ շատ հայրենակիցներ կան, որոնք որ բարևում են սիրալիր, այո, այդ հայրենակիցներին դեպացնող որ ամսի 10-ին խաղում եմ տարից քեզ հետ ներկայացումը Grand Stage-ում, այո, բացի ինձ բարևելուց եւ մաղթանքներից մտեք թիքետ միքետ եւ համեցեք ներկայացմանս դա այդպես նաև տեսնում եք QR կոդը ձեր էկրաններին շարունակվում է Սարի թատրոնի donation-ը, գիտեք որ գնալու եմ Հայաստան շուտով ոչ միայն ընտրություններին մասնակցեմ, այլ նաև սարքեմ թատրոնս։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ արդեն ուղարկել են ինչ որ գումարներ։ Այո, Patreon-ին նույնպես կարող եք աջակցել եւ մի մոռացեք, որ YouTube-ը աշխատում է լայքերով։ Եթե լայքեր դնեք շատ, ապա ավելի շատ մարդ կնայի։ Բարև ձեզ սիրելիներս։ Ասենք գործի ես իհարկե քաղաքագետ չեմ, այսպես ասած քաղաքական վերլուծություններով չեմ զբաղվում, շատ անշնորհակալ գործ է մանավանդ իմ կարգավիճակում, մասնագետ չեմ, բայց վաղը միսօր ընտրություններ են սիրելիներս, այո, դուրը թակելու է ընտրությունները եւ մենք կանգնենք ապուշացած այդ կաբինկաներում, ասես կանգնած թղթերը ձեռներս եւ չիմանանք թե ում երեսին թքենք կամ ում ընտրենք, այո։ Մանավանդ որ ընտրություն չունենք, որտեղ պարոն Փաշինյանը ասեց, որ մենք չունենք ընտրություն, մենք ունենք ընտրություն պատերազմի եւ խաղաղության միջև։ Ես կասեմ արդի իդիոտ լինի, որ ասենք պատերազմ ընտրի։ Բնականաբար ընտրելու ես խաղաղությունը։ Հա, եթե այդպես է իհարկե, այդպես է թե այդպես է ես էլ չեմ կարող հասկանալ, որովհետեւ ի վերջո պատերազմը հենց այնպես չի սկսվում, պատերազմը սկսվելու համար պետք է լինեն ինչ որ նախադրյալներ։ Ինչև է, ես հիմա դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ մեր արտախորհրդարանական ուժերին։ Իհարկե ոչ նախկին դինոզավրներին, որոնք որ նման են այն ժամկետնած դերասանուհիներ կան թատրոնում, որ գալիս են արդեն կրծքերը կախված, բոտոքսը փչելա, մի հատ ռոժա, բայց ասենք սես թե հենց ինքը արդեն ջուլետ չի խաղա, բայց կպելա ասում ինձ պիտի ջուլետի դերը տակ։ Այդպես կուսակցություններ կան նախկիների մասին չի խոսքը կլինի այս նորելուկների այսպես մասին խոսքը իրենց հետ դերասանուհիներից այսպես կարող եմ բերել օրինակ դրանք էլ այն դերասանուհիներից են ովքեր որ մի երկու հատ սերիալում նկարվել են ասենք սերիալ ասենք բանը պլանավորված պատահականություն սերիալում եմ նկարվել ես կամ երջանկության դժբախտությունը կամ չգիտեմ քաքի համը, չգիտեմ քաղցր դառնությունը, այդպես մեծ իդիոտ սերիալում նկարվել են, մի երկու հոգի ճանաչում է իրաց դրսում բան, ու ասենք իրանք համարում են որ վերջ, իրանք 2% ունեն, հեչի պես, ու բոլորը ասում են 2%, ոչ մեկ չի ասում ախպեր, ես մի տոկոս ունեմ, եւ որ նույն Գուրգեն Սիմոնյանի որ ասում ես ինչի, եւ որտեղից ենթադրեցիր որ 2% ունեն, ինքը այսպես կլոր բացատրում է որ դե իհարկե բոլոր կընտրությունները չեն, որ բոլոր վերլուծությունները, բաները, պրոգնոզները կանխատեսումները իհարկե սխալ են, բայց մեզ թվում է, որ կամ մեր ներքին ռեսուրսները ցույց են տալիս, որ մենք ունենք 2%։ Ֆլագ вам в руки барабан на шею, շատ ուրախ եմ։ Ես ուզում եմ խոսեմ այդ բոլորի մասին, այո, հա, այդ նոր կուսակցություններն էլ այդ դրանք են, էլի ասենք, դա Տիգրան Խզմալյանը իմ շատ լավ ընկերը եւ գոլեգան, որի հետ տարիներ աշխատել եմ, որի հետ շատ մոտիկ եմ, մենք շատ ընդհանուր բաներ ունենք, հա։ Դրա համար մի բան եմ ուզում ասեմ, նեղանալ չլինի, տղեկ, նեղանալ չլինի։ Ես հիմա կասեմ ինչ որ ես մտածում եմ ձեր մասին եւ ձեր կուսակցությունների մասին եւ կարծում եմ ես դա ասում եմ որովհետեւ ես սրտացավ եմ ասենք եթե ուղակի ասենք տենց սապոն առնեի մտնեի մի տեղները կասեի հա դե յոժնա բան մալադեց մերենգերն է բան բայց կարծում եմ մենք այդ արժեքներով երբեք չենք ապրել ոչ Տիգրանի հետ ոչ մյուսների հետ ում որ ես ճանաչել եմ հա դրա համար այդ չկայացած դերասանուհիներին, որոնք որ մի երկու այսպես ֆիլմում նկարվել են եւ համարում են, որ նրանք 2% ունեն։ Ուզում եմ ասեմ այսպես մի բան, տեղ դուք ոչինչ չունեք, ոչինչ, դուք մի տոկոսը չեք հավաքելու։
եւ ոչ միայն դուք։ Չի հավաքելու մի տոկոս շատ հարգարժան Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, որը որ լուծիպը տենց ինքը ռուսամետ չի, ինքը եվրոպամետ է, դրուկ դարել, թեպետ եթե մի քիչ փորփրես, ասենք, ժամանակին ինչ էր խոսում, ասենք ես մեծ մարդ եմ, էլի շատ բան եմ հիշում, հա, ասма բան է, Իշտոյանը վիդել, կոսմոնավտը վիդել, բան էլի, ասենք, բայց հիմա չփորենք ամենայն հարգանքով իր բիզնեսի գործարանների բաների հանդեպ ասենք չի հավաքելու ոչ մի բան կամ թեկուս միգուցե պատա իր գործարանները բաները աշխատած ինչ-որ բան հավաքի, բայց էլի sense տենած Արման Բաբաջանյանը, որը որ դրա մասին եմ ուզում երկու բառ ասեմ, որ ամեն մի եթե դուրս է գալիս եւ շռում է ռուսների բերանը, հասկանում եմ շատ լավ անում, ինձ էլա լազատ տալի բայց ինքն էլ ոչինչ չի հավաքելու, ոչ էլ իր ընկերոջ եւ շատ հարգարժան պարոն Մեհրաբյանի հետ, որը որ մի հարգարժան հյուր է կանչում ամեն անգամ իր եթեր եւ էլի բանը ռուսների վրա թքում է։ Լավ անում, էլի լազատ է տալի որ նայում, ես ռուսներին առանձնապես չեմ սիրում։ Կրեմլին էսպես ասեմ, որպես կողքի չասեք դու ռուսոֆոբ ես, բան եւ այլ։ Հա Էլով մնաց այնտեղ։ Պարոն Մարուկյանը, որը իհարկե բացարձակ ինձ ասենք իր ծրագիրը բանը, ասենք բացարձակ ասենք չի հետարկրել երբեք, ու հետարկրել է, բայց չեմ ընդունել, որ նոյեմբերի 9 բան, տես բաներ ասում, ռուսների հետ պետք է դզվենք, բան եւ այլն, բան, բայց էլի կուսակցություն ա մի վատ, լավ կուսակցություն ա, ռուսամետ է, բայց էլի կուսակցություն ա։ Եվ այդ բոլորը ուզում են Նիկոլին, այսպես ասած, լինեն ալտերնատիվ։ Բոլորին ում հարցնես Նիկոլան տրվեց աղետա։ Այսինքն դուք ունեք բոլորը, նու Մարուկյանը մի քիչ ավելի պակաս, որը աղետա պարզա, որ Նիկոլի իր համար աղետա, բայց Ռուսաստան, ու գիտեք ինչն է հետաքրքիր, Մարուկյանի այդ կլասիկ լինելը իրականում իսկապես այդպես է, ասենք ես քթիցակերը աշխատում են, Կարապետյան, Մարապետյանների հետ չի կապվում, գիտի որ գառլխվելու են դրանք, հասկանում եք, դա համար ինքը առանձին է գնում, դեռ համենայն դեպս, դու կարող ես պատահել մեկ հետեսրը կապավ, չգիտեմ, բայց չեմ կարծում, ասենք խելոք մարդ է, հա, ասենք Սամվել Կարապետյանի խելքին չի էլի, ասենք բանից, տենց ասենք ասենք տենց ինչ-որ մենակ բիզնեսից հասկանա բան, չէ, միջազգային հարաբերություններ, բան, մարդը դուրսը կրթություն ստացել, բան էլի, ասենք ահագին ի վերջո բեքգրաունդ ունի մեծ, հա, ասենք անցած քանի տարի, ասենք Սամվել Կարապետյանն ինչն է Պուտինը տշել է, եկել է ստացել, ինչ դեմ անել, գիտեմ ոչ, ես բնեցին կողքին ցակը մի անգամից։ Իդեպ դրա մասին է խոսեմ։ Հիմա այդ բոլոր ուժերը կդնեք որ խառնում եմ սաղիտ իրար, հիմա գիտեմ, սաղ կասել ոնց կարելի է ինձ համեմատել նրա հետ կամ ոնց կարելի է նրան համեմատել ինձ հետ ու այդ գիտեմ, այդ սաղ բազարները ձեր գիտեմ, բայց մեզ համար սաղդ մեկ եք։ Մեզ համար սաղդ մեկ եք։ Մեզ համար քաղաքական գործիչներ եք, որը մեզ ծառան եք։ Եք ուսմիսոր ընտրվելու եք, ծառայեք մեզ։ Դրա համար սրտացավ եմ ասում եմ։ Հիմա դուք սաղդ ուզում եք որ բան անեք, որ ասենք լինեք Նիկոլին ալտերնատիվ կամ միգուցե իրան փոխեք դուք դառնաք վարչապետ, բոլորը ուզում եք նույն բանը, բայց չեք միանում։ Կարաք ինձ ասեք ինչու։ Օրինակ ինչու չեք միանում։ Ասենք միանայեք, ես հասկանում եմ, որ դուք այնքան տարբեր եք բոլորդ, այնքան տարբեր եք։ Ես հասկանում եմ, բայց մեզ համար սաղդ նույնն եք, հասկանում եք։ Ես հիմա ձեզ մի հատ մեծ լավություն եմ անում, որ դրա համար պետք է ոչ փելակ ճակատս պաչեք, սարի թատրոնից է սարքեք, չէ, շնորհակալություն, պետք չի, ասում հետո կաշից կքերթեք, պետք չի, շնորհակալություն։ Բայց ես դες այն եմ ասում, ինչ որ մտածում է ժողովուրդը, հասկանում եք, որովհետև մենք չենք խորանում, այս ժողովուրդ չի խորանում, այս Խզբելյանն ասում ես ինչի՞ չես միանում Գուրգենի հետ, ասում է Մենք Գուրգենը երբ որ մենք բան էինք անում, գլուխ էինք ջարդում Եվրոքվեի համար, ինքը ասես չէ, կարող է պատահի չստացվի, ինքը սենց անենց, ասես, հա բայց դե վերջ եղավ, չէ, տանտերը վերջը գնաց քվեարկեց, ինքն էլ չէ, բայց ինքը այն ժամանակ ասել է, Սիմոնյանն ասում ես ինչի՞ չես միանում, Խզբելյանին ասում, գիտես, ընդեն բաներ կա, որ չգիտեմ, ամենայն դեպս մենք ուրիշ, մենք շնորհապետներ ենք, մենք սաղս վերին արտից հորենն ենք, դուք չեք հասկանում, հեսա տեսեք գալիս ենք, ինչ ենք անում Արամ Սարգսյանն համոզված եմ, եթե ասես ինչու չեք ասել, դու ախպեր ես գործարանա տեր մարդ եմ, բան ինչ լագորտերի հետ ինչ գործ ունեմ։ Ես ասում եմ, ժամանակին ասում եմ, այնքան բան եմ տեսել, այնքան կենսագրություն 30 տարվա կուսակցություն, թե այդ 30 տարվա ընթացքում
ինչ արել է պարզ չի, բայց 30 տարվա կուսակցություն ոնց է կարամ կբնեմ, նույնն է Մարոկյանն է մտածում, ասում Մարոկյանը ասում ես որ պարլամենտում եի դու որդի եք այ բալամել, ուր եք դուք, բայց ես Մարոկյանն եմ, ես հո այնքան կապեր ունեմ Ռուսաստան, ես դուս օրում մեջ գնում եմ արտասահման, ընդ մարդիկ եմ տեսնում, բանակցում եմ, բանեմ, այդ լակոտների հետ կպրեմ, ինչ անեմ։ Ու այսեն սաղը իրար խառնած դառնում եք 0, հասկանում եք։ Վաղը մյուս օր ստանալու եք 0% եւ պարլամենտ խրոխտ մտնեն նախկինները էլի։ Ну Կարապետյանը չգիտեմ պարզա որ ասենք համալուսնով չի կարելի մտնել իրան բան եւ այլն լիքը այնց խնդիրներ ունի, հա, բայց այդ մեր ձվովը այդ բաները որ կան, այդ մարդիկ, ասենք այդ սա մերելիկացումներով որ կան տենց, իրան կարողա մտնեն, կամ եթե իրանց էլ փագեն չմտնեն, իրան զեները կտան Ռոբերտին։ Քոչերանն էլ վրգա, կսկսվի էլի, հայ։ Ու կսկսվի էլի ցիրկը։ Ինձ լավ է։ Ես էլի վյուներ կհավաքեմ բանում, Instagram-ում, ասենք իրանց էշությունների վրա կամ ՔՊ-ի կամ նախկինների վրա կսեմ ռիլեր հավաքել, հանդիսատեսից կտրակի կգա լիքը բան դալիշներից, ինձ ցենտրա։ Но задержа будто обидно։ Բա։ Այդ եմ ասում, ժողովուրդ ջան։ Դրա համար սիրելի նոր կուսակցություններ, որոնք որ իսկապես հայրենասեր են, որոնք իսկապես ուզում են մի բան փոխեն։ Ես բացը դյուզն անգամ չեմ կասկածում, դա գոյմար եմ ասում, որ իր լեզվով չեմ կասկածում, որ բարի եւ այսպես արդար նպատակներով է գնում պարլամենտ։ Դյուզն անգամ չեմ կասկածում։ Բայց կարելի է չէ սաղը միանակ իրար, մի հատ խփեք իրար։ Բոլորդ միացեք իրար, ինչպես կասել Տիգրան Խզմալյանը։ Հիշեք մեր այսպես ասած բանը, այս Կիլիկիո թագավորությունը, հիշեք եւ բան արեք, հասկացեք, որ հայրենիքը մի հատ է, ասենք, դու կարաք անջատ լինեք, բան չեմ ասում։ Հավաքվեք մի հատ, որ ասում եք կոալիցիա չեմ հասկանում այդ ինչա, ասում են այդ կոալիցիա, որ ստեղծվել է դաշինք այսինքն ինձ արմար, պետք է 8% հավաքեք, առատ է դուք 8% կհավաքեք, բարձավոր ոչ։ Բայց ռադարեք այդ ձեր կուսակցությունները, կպեք, ստեղծեք մի հատ, չգիտեմ, ինչու՞ է կուսակցություն կամ էսի մի զառումար, որ մտնի պարլամենտ, կոչվի ռենեսանս, չէ, ռենեսանս պետք չի, Նիկոլի ընտողները չեն հասկանա այդ բառը, բան, վերածնունդ։ Այդպես ասեմ, հա, որպեսզի հասկացող, հա, հասարակ մարդը որպեսզի հասկանա, էլի, հա, վերածնունդ հավաքվեք մի հատ, որպեսզի հասնեք պարլամենտ։ Իշխանություն չի կլինի, պարզա, որովհետև Նիկոլ Փաշինյանը կրելու է 100% իր պերաշկիներով, իր սուջուխներով, իր բաներով սա կրելու է։ Ձեր ամբիցիաները մեկ փաթաթեք, sense կլորացրեք ու կողեք ջեբներդ, միտեղ դրեք, այդ գիրեք են բանի նման են, մի հատ հեքիաթ կա, չէ, բանք առակ կա, որ ավելը չեն կարում կոտեն, բայց որ մեկ քանդում են, մեկ կտ ջարդվում է այդ բանը, մեկ ջարդելու են այդ ավելի այդ կտորները ու գիտեք ինչ եք անելու, հետո հիմա ասեցի, որ երեխեքին հանեն էկրաններից, չեմ ուզում 6-ը 8-ի վրա, ամբողջ ասենք տենց իմ հայաթի այսպես ասած փողոցային բերանից բացեմ, հա? Չեմ ուզում։ Եթե միանա կարող է պատահի եւ մի բան ստացվի ձեզ մոտ։ Մտնեք պարլամենտ, կարող։ Եվ ունենաք նորմալ ընդդիմություն։ Եթե ուժ տենց հաստատվի, որ մենք ընտրելու ենք պատերազմի եւ խաղաղության միջեւ, իդեպ ժողովուրդը դրա մեջ կա ինչ-որ մի տրամաբանություն։ Ես հասկանում եմ, որ պատերազմը հենց այդպես չի սկսվում։ Ալիևը դե պատից ընկա, եթե Նիկոլը չանցավ պատերազմ անելու հանգարց, կամ եթե սահմանադրությունը չփոխեցին միանգամից պատերազմ անելու, բայց ես ինչ իմանամ ընդ ինչ է խոսե իրար հետ։ Ես ինչ իմանամ, որովհետև այսօրվա դրությամբ 100% անցնելու է Փաշինյանը, որովհետև դա ուզում է Էրդողանը, դա ուզում է Ալիևը, դա ուզում է Թրամփը, դեմ չի Պուտինը, տենց էլի, ասենք կարող է իր շներին դնի կտնի, չի կարա ջայնամ Նիկոլի հետ կարող է մի ձև լեզու գտնի, դեմ չի Մակրոնները բան եւ այլն, դեմ չի։ Երբեք տենց չի եղել մեր երկրի հետ, որ բոլոր արտաքին ուժերի համար
Այսօրվա իշխանությունը լինի հաճելի։ Երբեք այսօր տենց է։ Մեր համար հաճելի է թե չէ, այդ արդեն ոչ մեկին չի տա։ Խոսքը դրա մասին չի։ Իհարկե հաճելի չի։ Իհարկե գիտեմ, որ զիջումներով է։ Իհարկե գիտեմ, որ նվաստացումներով է։ Իհարկե գիտեմ, որ պատմությունը, բան ամեն ինչ փոխելով, գարլխելով այդել է, սաղ գիտեմ։ Կներեք։ Իհարկե գիտեմ։ Բայց այտենց է ալնելու։ Հիմա որպեսզի նորմալ ընդդիմություն ունենանք, ոչ թե բոսյակներից հավաքած, այլ ընդդիմություն, որը որ մի հատ ռուսամետ կլինի մեջները, ոչ թե Պուտինից իջեցրած, հա, ասենք բան տենց, ասենք, պրոստը մարդ կլինի, որը որ կլինի խոսակը զզվստի բան կանի, ինչ բան առաջ կետ, հա։ Մի հատ ասենք, չգիտեմ, մի քանի անգամ եվրոպամետ կլինի, մի անգամ զահրումարամետ կլինի, բայց բոսյակներից չի լինի այս պարլամենտը։ Չեն լի բոսյակներ, հասկանում եք։ Ես ամաչում եմ։ Ամենակարևորը երկրի ամենակարևոր ինստիտուտը խուլիգաններից է։ Խուլիգաններ, գոռում, ճվում, բան, ինձ տվել անցել եք։ Լրիվ շոու է։ Ամեն մինիստրը լրիվ ես որ ռիլեր հավաքեի, միլիոններից անցել եմ, արդեն եմ անցել։ Հա։ Իմ ասածը դա է, տղեկ ջան, եթե չմիանաք իրար, չգիտեմ ոնց, դուք ձեր տափակաղերը գիտեք ավելի լավ, քան թե ես, քաղաքական տինտիրիտները այսպես ասած, ոնց անել, ոնց չանել, բան, կոալիցիա, կլոակայա, զարրումարա, եսի մինչա բան, հավաքվեք իրար գլուխ, ինչ որ հարցերում իրար հետ իհարկե համաձայն չեք, պարզա, նորմալ է, մարդիկ մի ընտանիքում ապրում են, ինչ որ հարցերում համաձայն չեն, հա, կնիկը դուրը բացում է, մարդը դուրը փակում է, ահա, բայց չեն տան իրա սպանում, էլի նույն ընտանիքն է, հա, մարդը խռասնում է, կնիկը բարձը չի դնում վրա խեղտի, հա, զարդը ասում է, մի հատ շուրարի կողքի, կամ ուրիշ սենակում քնի, պայմանավորվում են, դրա համար ձեր այդ անհամաձայնությունները, այդ որ դուք ունեք, դա պրոստը խնդալու է, որը մեծ հաշվով, ոչ մի ծրագիր չունեք, ոչ մեկդ, ոչ մի, առանձնապես, ում հարցնում ես տենց, ոչ մի բանը չունեք, ոչ մի բան, ոչինչ չեք ներկայացնում դեզանից, դու բացի հին կուսակցություն ես, չեմ կարող ասում, դու Մարոկյանը վաբշե բան չի ներկայացում, 20 տարվա ստաժ ունի այդ մարդը, բայց իրեն հանեն, 5 ռուսամետ է, քխա, չեմ սիրում, այդ դուք եվրոպամետներդ, հա, ձեր առարկություններ չեն, դուք բոլորդ ուզում եք, պես ասած, պարլամենտում լինեք, ու գոնե ընդդիմություն լինեք, եղեք, խնդրեմ, լացում եք, որ դուք մեդիա չունեք, այս չունեք, այն չունեք, Արման Բաբաջանն մեդիա ունի, հեմեկից ավելի շատ են նայում, համել եթե միանակ իրար, պարզա չէ, որ ասեք Պետրոսի մոտ էլ կեթակ, բանք, ասեք, հա, մենք ինչ-որ տարաձայնություններ ունենք, բայց այս ընդհանուր հարցերում, ազգային արժեքներ, եկեղեցի, Արարատ, զարրումար, բան, այդ ամեն ինչում, մենք ասենք իրար հետ ենք, էլի, նորմալ ենք, մենք ուզում ենք մտնենք, որ փրկենք այդ ամեն ինչը, մենք ուզում ենք մտնենք, որպեսզի համանդրությունը փոխենք, բայց, ասած չփոխենք, այնպես փոխենք, եւ հա, որ այդ հարցերում մենք իրար հետ ենք, խփվեք իրար, արեք, չէ, ոնց կլինի Դուք բոլորդ Նապոլեոններ եք, լավ լուրջ եք ասում։ Մի կամ 2%-ից ավել հավաքեք, թքեք երեսից, չնայած ես սովոր եմ, հարց չկա։ Կնոպկեն հայց։